Հովասը թագավորի որդի էր։ Նրա հայրը մահացել էր, երբ ինքը դեռ շատ փոքր էր։ Հովասի տատիկը չար կին էր և ուզում էր դառնալ թագուհի։ Երբ նա իմացավ որդու մահվան մասին, զինվորներին ուղարկեց սպանելու իր բոլոր թոռներին։ Մորաքույրը Հովասին տարավ և թաքցրեց տաճարում։ Զինվորները երկար փնտրեցին տղային, բայց նրանք չէին կարծում, որ նա կարող էր տաճարում լինել։ Համարյա 7 տարի Հովասը ապրեց տաճարում։ Նրա քեռին տաճարի քահանան էր։ Նա իր զարմիկին սովորեցնում էր կարդալ սուրբ գրերը և հաճելի լիներ Աստծուն։ Հովասը ամբողջ սրտով սիրեց Աստծուն։ Նա մտածում էր. երբ ես թագավոր դառնամ, հրեա ժողովուրդը նորից կգա տաճար և կերկրպագի Աստծուն։ Եվ իրոք, 7 տարեկանում Հովասը դարձավ թագավոր։ Տիրոջ օգնությամբ նա լավ ղեկավար եղավ։